Բարի երեկո ձեզ, երևի ձեզ մեզ շատերը, եթե ոչ բոլորը, լսած եք անպայման Ասալայի մասին, մի քիչ շատ տեղեկացված, մեկը մի քիչ, Ասալան ինքը բոլորը գիտեք երևի, որ անգլերեն ապավումն է Հայաստանի Ազատագրության այ գաղտնի բանակի։ Գաղտնի բանակը ինքը որպես կազմակերպություն ծնունդ առավ 1975 թվականի հունվարի 20-ին ու իր առաջի գործողությունը եղավ միջազգային եկեղեցիներու այսպես կազմակերպության գրասենյակի ռմբահարումը։ Հիմա կարող է ասեք մեկ անգամ ինչի առաջինը, մեկ անգամ ինչ-որ եկեղեցիի անուն կա։ Դա անունն էր միայն այդպես, ու այդ կազմակերպությունը հիմնականում աշխատում էր արևելքից ամբողջ հայությունը դատարկել ու տանել դեպի Եվրոպաներ, դեպի Ամերիկա եւ ընդհանրապես դեպի Սուրում։ Ու 75 թվականից պայքարը շարունակվեց մինչև 80-ականների վերջերը արգին ակտիվ էր, հետո ինչպես գիտեք արդեն Արցախյան շարժում, ընդհանրապես քաղաքականության, միջազգային փոփոխություններ եւ այլն, բայց ասեմ, որ ես sense որ շարունակվի, կարծում եմ, որ նորից ցայնը կլսվի, ես կարծում եմ, բայց 75 թիվեն առաջ ասեմ, որ այդ ամբողջ կազմակերպության հիմնադրման գայծը, արագացման ավելի ճիշտ գայծը եղավ մի ձերունի մարդ, երևի նորեն լսեր եք բոլորը, Գուրգեն Յանիկյան 78 տարեկանին Սանտա Բարբարա քաղաքում իր նախաձեռնությամբ սպանեց թուրք դեսպանին եւ իր փոխանորդին ու հայտարարեց զինյալ ազատագրական պայքարի սկիզբ ու հույս հայտնեց, որ իր կատարածը առանցին չի մնար, երիտասարդներ շարունակեն այդ պայքարը եւ ինչպես ասեցի 75 թվին այդ մարդու ցանկությունը մի կողմից էլ կատարվեց։ Երևի այդ գործողություններից մեկի հեղինակը բախտ վճարվեց ինձ հանձնվել, որը կոչվում էր Վան, խմբի անդամներն էինք 4 հոգի, անշուշտ կարող եմ ասել, որ ուրիշ գործողությունների նաև բախտ վիճակվեր է ինձ մասնակցել, բայց քանի չեմ բացահայտված չեմ կարող խոսել։ Ուրեմն Վան գործողության մասին մի քիչ խոսեմ, իր նպատակների մասին ու հետո անցնենք երևի ավելի հետաքրքիր մի էտապի, որը հարցու պատասխանն է։ Ուրեմն կազմակերպությունը որոշել էր Վան գործողությունը որպես նոր էտապ ազատագրական պայքարի, այսինքն ոչ թե թուրք դիվանագետին խփել, փախնել, այլ գրավել թուրքական պետական մի հիմնարկ, պահանջներ ներկայացնել ու եթե խմբի անդամները ողջ մնային, կամ բոլորը կամ որևէ մեկը գնալ հասնել մինչև դատավարության եւ աշխատել այդ դատավարությունը վերածել քաղաքական դատավարության, այսինքն հայ-թուրքի դատավարություն։ Ու ինչպես ասեցի, այդ գործողության ղեկավարությունը ինձ վստահվեց, ճիշտ ասած, ես խնդրեցի ինձ մի շաբաթ ժամանակ տևի, որ մտածեմ, քանի դա սովորական արհեստ չէ, գործ չէ, հետո առանցին գործողություն չէ, 3 ուրիշ ընկերներու կյանքը կապված պիտի լանայել իմ ծրագիրներից, քանի խմբի ղեկավարը ես էի։ Երկու օր կարող եմ ասել չեմ քնած, միշտ մտածել եմ այդ գործողության բոլոր անկյունները
որ կհաջողցնեմ, չեմ հաջողցնել, կստացվի, չի ստացվի, բայց 2 օր հետո ասեցի ես պատրաստ եմ այդ փորձորդան կմասնակցեմ, տղեկը արդեն ընտրվել էի, խմբի ղեկավարը ես էի, ողջ ղեկավարը Գևորգ Գյուզելյանն էր և 2 անդամները Արամ Բասմաջյան և Հակոբ Ջուրփայան։ Ու գործողությունը որոշված էր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարվեր։ Առաջի հերթին սեպտեմբեր ամիսը որոշված էր, քանի որ Թուրքիայում մի տարի առաջ սեպտեմբերի 12-ին զինվորական հեղաշրջում եղած էր, այնտեղ բոլոր փոքրամասնություններին արդեն ավելի խիստ ձևով ճնշում էին, նույնիսկ թուրք, այսպես հեղափոխական և այլն քրդերին շատ ավելի սկսել էին ճնշել։ Որոշվել էր իրենց հեղաշրջման 1 տարին մենք մեր ձևով նշեինք ու աշխարհին ասեինք ինչ է կատարվում Թուրքիայում։ Ես առաջինը որպես խմբի ղեկավար գնացի Ֆրանսիա, արդեն մի 2 անգամ արիտ ունեցա 2 օրվա ընթացքում մտնեմ Հեսպանադուն ու դուրս գամ, լավ ուսումնասիրեմ ներսն ու դուրսը, ապահովեցինք մեզի պետք եղած զենքերը և պայթուցիկ նյութերը, զենք զինամթերքը։ 3-րդ օրը եկան մեր 2 ընկերները, Արամն ու Հակոբը, իսկ վերջի օրը Գևորգ Գյուզելյանը։ Ինչի համար ասում եմ վերջի օրը, քանի դեռ թվականը կոնկրետ որոշված չէր, բայց գիշերը նստած տելևիզիոն էինք լսում, թերթ էինք կարդում, մեկ էլ իմացանք Ֆրանսիայի նորընտրյալ նախագահը պիտի ելույթ ունենա հեռուստացույցով և ներկայացնե իրավազրկված ժողովուրդների այսպես խնդիրները։ Ու քանի տղեկ այնտեղ էին, տղեկս եկեք վաղը մտնենք, այս Միթերանի ուղիղ եթերն խանգարենք, իրավազրկված ժողովուրդների խնդիրներն են, որտեղ այդ իրավազրկված ժողովուրդների մեջ հայերը չգային։ Քանի ծրագիրը լրիվ պատրաստ էր, տղեկը համաձայնվեցին, արդեն նույն օրը առավոտուն ամբողջ գիշերը նստած այդ ծրագիրն էինք մշակում, զենքերը ստուգում էինք շատ լավ։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան ժամը 9-ին, որտեղ որ մնում էինք, այդտեղից դուրս եկանք, գնացինք դեպի հյուպատոսարան, Թուրքիայի հյուպատոսարան, ժամը 11-ին արդեն այնտեղ էինք, ու 11:15 արդեն լրատվական միջոցները գրանցեցին Թուրքիայի հյուպատոսարանի գրավումը ու սկսան այնտեղ մեր բանակցությունները ոստիկանների հետ։ Մի փոքր այդ գրավման երևի դեպքերից կհետաքրքրեցես, եթե պատմեմ, քանի հյուպատոսարան որ մտանք, մենք հաշվի արել էինք մի 40-50 հոգի մարդ կլան, հակառակորեն այնտեղ մոտ 45 հոգի միան ներսի աշխատող անձնակազմն էր և համարյա բոլորը զինված, բոլորի մոտ զենք կար։ Երբ որ մտանք հյուպատոսարան, այդ օրը չգիտեմ ինչի մոտ 120-130 մարդ կար։ Հիմա ինչքան մենք գոռում էինք, որ դիրքերը մեր գրավելնես ետքը, ինչքան ասում էինք, որ Ասալայի անդամներ ենք, գրավում ենք դեսպանատունը, խնդրում ենք բոլորից քեդին նստեն ու հանգիստ մնան, ոչ մեկը մեզ չէր լսում։ Մի քանի անգամ էսպես հաստարարել է ետ, մի ոստիկան, թուրք ոստիկան, մի քիչ խելքի ընկավ ու հարձակվեց մեր ընկերները մեկի վրա, որը դեղնուդեղը ստիպված էին կսպանել։ Ու այդ գրագործից հետո արդեն այդ հյուպատոսարանի մեջ տակնու վրայությունը, այդ ընկերը, որ գլխավոր մուտքը հսկում էր,
դե բոլորը հարցակվեցին թեպի այդ մուտքը փախնելու քննրով, ու այս ընկերը ինձ ասում են, ինչ անեմ, ուզում են դուրս գան, թողնեմ, ասում են, թող թադարգվի մի քիչ, քանի դեռ չգիտեն մեր, քանի օքի լալը, ինչ զենք ունենալը, պանիկա է, թող փախին թեթևացնենք, այդքան մարդ բայելը մի քիչ իսկապես դժվար էր։ Հազիվ կանգներ էին կողք հյուպատոսարանի մեջ։ Ու այդ փախուստի ժամանակ, այդ գրագործների ժամանակ, այդ բոլոր զինյալների հետ, գրագործների հետ կռիվի ժամանակ նույնիսկ Ֆրանսիայի ոստիկանները արդեն հասցրել էին հասնել հյուպատոսարանի թեմ ու այդ գրագործների ժամանակ ես վիրավորվեցի ու մեր ընկերներ են Հակոբ Ջուլֆայանը։ Իրանցից վիրավորվեց ով հյուպատոսը շատ ծանր Հակոբի հետ գրագործի ժամանակ։ Ինչ որ է 15 րոպե հետո արդեն ամբողջ դեսպանատունը մեր ձեռքն էր, գրավել էին, արդեն ինչպես ասեցի հայտարարվել էր, ռադիոները արդեն գիտեին, աղմուկը արդեն բարձրացել էր ու սկսանք բանակցությունները դրսի ոստիկանների հետ։ Առաջի հերթին մեր գրավման պայմանները և պահանջները ներկայացրինք ոստիկանության, դա պահեցին, հետո երկրորդը հանեցինք ու գցեցինք ու պահանջեցինք, որ անպայման մի լրագրող կա ու բոլոր լրագրողների թեմ մեր պահանջները կարդա։ Ու այդ պահանջները երևի հերթով ասեմ, քանի որոշ պահանջներ կան, որ նույնիսկ այսօր շատ ավելի ակտիվ բնույթ են կրում, դա քյուրդ հայկական ինչ-որ փոխհանդիպումներ, համաձայնություններ և այլն դրա հետ կապված խնդիրներ են։ Մենք թուրքական կառավարությունից պահանջում էինք բոլոր հայ քաղաքական բանդարգյալների ազատ արձակումը Թուրքիայի բանդերից, 5 քյուրդ, 5 թուրք քաղաքական բանդարգյալի ազատ արձակվելը և անվանական 2 հոգևորական մարդու ազատ արձակվելը Հայր Մանվել Երկաթյանը և Հրանտ Մանվել Երկաթյան և Հրանտ Բյուզենյան, այո։ Դժբախտաբար այսօր երկուքն չի կան, բայց Հրանտ Բյուզենյանը բախտը բերեց, իրեն բանդից ազատեցին, նույնիսկ դատավարության ներկայացավ, իսկ Մանվել Երկաթյանի հետ տարիներ ետքը պատահական Երևանի փողոցներում հանդիպեցի, հետո նոր ծանոթացա ու հիվանդ մարդ էր, անշուշտ բանդը, Թուրքիայի բանդերում այդքան տարապելը հեշտ բան չէր, այդ բանդի հետևանքները մնացել էին ու մի քանի տարի առաջ էր ընդամենը մահացել։ Ու այդ պահանջների հետ մեկտեղ նաև Թուրքիայից չէ, արդեն միջազգային կազմակերպություններից պահանջեր էին Արևմտյան Հայաստանի մշակութային գոտորների պաշտպանությունը և հսկողությունը այդ բոլոր կազմակերպությունների կողմից։ Դա ես նկատի ունեմ հայկական մշակութային գոտորները, որոնք այդ թուրքական հեղաշրջում են ետքը սիստեմատիկ թիրախ դարձել էին թուրքական տնտանոթներին ու այդ ցեղով ուզում էին չնչեին հայկական վերջին հետքերը։ Բարեբախտաբար մեր ժողովուրդը միշտ շատ եկեղեցի կառուցել է, չհասցրին բոլորը քանդեն, ահագինը մնաց։ Ու իսկապես հենց այդ գործողության ժամերին էր նույնիսկ առաջի արձագանքները եկան մեր պահանջների, միջազգային կազմակերպությունները առաջի հերթին հետաքրքրվեցին մշակութային գոտորներով ու շարունակությունը եղավ, որ նաև մարդու իրավունքներու, այսպես հանցախումբերի և այլն հետաքրքրվեցին Թուրքիայի բանդերում քաղաքական բանդարգյալներով և հիմնականում այդ երկու հոգևորականների
վիճակում և կարողացան մի քանի տարի հետո բանդից ազատել։ Ասեմ, որ գործողությունը տևեց 16.5 ժամ, ետքը, ինչպես որ որոշվել էր, մեր բախտը բերեց 4 սալ ողջ մնացինք, հակառակ որ 2 հոգինից շատ ծանր վիրավոր էր, իմ վերքը ամենածանրն էր, 5 օր ես կոմայի մեջ եղել եմ, դուրս գալեմ ետքը, ու հանձնվեցինք ոստիկանության, մեր վիրավորներին Դարին Հիվանդանոց, միշտ 2 ընկերներին դարբեր բանդել, որոշ ժամանակ ետքը արդեն իրավաբաններու միջոցով մենք որոշեցինք, որ անպայման իրավունք ստանանք իրար հետ լինելու, այդ էլ կատարվեց, այդ կատարվել են ետքը մեր առաջի գործը եղավ դատավարության հարցերով սպառվել։ Դատավարությունով սպառվելու համար առաջի կետը թերինք, որ մենք պետք է անպայման ֆրանսերեն սովորենք ու լավ սովորենք, քանի մեզ մեկ հոգի գիտեր ինչ-որ չափով, ու այդպես ստացվեց, որ քանի որ հատուկ ռեժիմի բանդարգյալներ էինք և համարվում էինք քաղաքական բանդարգյալ, մի քիչ էլ երևի կառավարությունը վախենում էր ավելորդ պրոբլեմներ ստեղծելու, մեզի ոչ ավել ոչ պակաս Սորբոնից դասախոս տրամադրեցին, որը պետք է շաբաթը 2 անգամ կար, մի 2 ժամով, 3 ժամով դասավանդեր ու քնար։ Իսկեն հերակայի ձևով պետք է լար, բայց այդպես ստացվեց, որ շաբաթվա 4 օրը, 5 օրը մենք համալսարան գնացողի պես դասերի էինք։ Ասեմ, որ բանդերն ազատվել են որոշ ժամանակ առաջ, նույնիսկ հասցրինք քննություն անցնել ու Սորբոնից դիպլոմ ստանալ։ Քանի դիպլոմը ստանալու խնդիրը մեր մեջ զարթնեց մի բանի հաշվին, արդեն լավ ֆրանսերեն գիտեինք, մեզ այդ դիպլոմը պետք չէր, բայց տենց ասվեց, որ այդ դիպլոմը եթե լինի, մեզի 6 ամիս էլ բանդի այդ վջիրից 6 ամիս կկրճատվի, ասիկ տվեք այդ դիպլոմը։ Ու 2 տարի 4 ամիս ետքը մեր դատավարության այդ վերջի հանգրվանը տեղի ունեցավ 84 թվականի հունվարի 24-ից մինչև 31-ը։ Ու իսկապես ես կարող եմ ասել, այդ դատավարությունը շատ լուրջ պայմաններով անցավ, այնտեղ ֆրանսիական թերթեր առաջերտին գրում էին, որ սա թուրքերի դատավարությունն է, հայերինը չէ։ Առաջի օրը խոսեցինք դեպքերի մասին, ինչպես բոլորը գիտեք, միշտ դատարաններում վեճը քնում է խփեց, չի խփեց, ինքը առաջ խփեց, հետո մյուսը խփեց, մեկը ինքնապաշտպանություն էր, մեկը ոչ։ Բայց մենք հենց առաջի օրեն ասեցինք, այո, մենք ես ոստիկանին սպանել ենք, այո, ես կրակել եմ ֆրանսիացի ոստիկանի վրա, այո, այսպես էր, այո, այդպես էր, ու վերջում հարցրին, լավ, եթե ֆրանսիացի ոստիկանները հարձակվեին, դուք պատրաստ էիք պայթացնելու պատասխանը, այդ էլ ասեցինք, այո։ Որ մի քիչ ավելի լուրջ ընդունեն և իսկապես պայթեցնողն էինք։ Քանի այդ ռումբերը լավ կապեր էինք, այդ լարերը լրիվ մեր ցերկում էր, մեկը իմ ցերկում էր, մեկը Հակոբի։ Բայց խելոք գտնվեցին, ամեն բանակայի չհարձակվեցին։ Ու այդպես այդ օրվա թեման փակվեց ու հաջորդ օրը ամբողջությամբ դրամատրված էր հայ վկաներին, որը տևեց 2 օր, ինչքան ցեղասպանություն են ազատված մարդիկ կային, ինչքան հայկական կազմակերպություններ կային, ինչքան հայկական դատը պաշտպանող պատմաբաններ կային, բոլորը ներկայացան, մինչև իսկ Ազնավուրը, որ Ֆրանսիայում չէր, հերակիրով մասնակցեց, ահագին հետաքրքիր,
Անրի Վերնոյի հայտնի ռեժիսորը ինքը նորեն Ֆրանսիայում չէր, ինքն էլ որոշեր էր մասնակցել, նորեն հերակիրով մասնակցեց։ Կարևոր դեպքերը մեկը նորից հայերի կողմից հայտնվեց թանգարանում, Մերինե Մանուշյան, որ Միսակ Մանուշյանի այրին էր, ու Մերինե Մանուշյանը, ինչպես Միսակ Մանուշյանը, Ֆրանսիայում ազգային հերոսներ են ու միշտ հարգված։ Այդ կինը, որ հիվանդ վիճակով դահլիճ մտավ, նույնիսկ դատավորը, գլխավոր դատավորը ոտքի կանգնեց հարկանքի գրքով եւ ընդհանրապես, որ այդ կինը վերջում ուզեց մեզ հետ ձեռնվի բաներ, դատավորը ասեց ընդհանրապես արգելված է մեղադրյալներով հետ շփվել ձեռնվիլ, բայց ցես բացառություն է։ Մեկ օր տրամադրված էր Թուրքիային, Թուրքիայից եկած էր մի նորեն պատմաբան Թուրքայա Ատայով, որը Անկարայի համալսարանի ռեկտորն էր, ետքը դարձավ նախարար, արտաքին գործոս նախարար, չգիտեմ ինչ էր, այդ մարդը եկավ մոտ 2.5 ժամ, երևի 3 ժամ թարգմանությունով անշուշտ ելույթ ունեցավ, որտեղ դատավորը վարյանը մեկ արդեն ասում էր հերիք է, կարճի կապեք, խնդրում ենք ավարտեք հոգներեն, մինչև իսկ այդ մարդուն հանդիմանական ձևով, այսինքն շատ խիստ ձևով հրամայական ասեց հերիք է, լսեցինք ստուդերը։ Ու այդ ելույթը, ես ասեմ, այդ թուրքի ելույթը ժամանակի ընթացքում Ստրասբուրգի ժողովուրդների այդպես իրավունքների դահլիճում, որ միշտ հայկական հարցը տրվում էր ու հարցը քննարկվելու համար միշտ երկու կողմ պետք էր, միշտ թուրքերը ասում են մեզ համար հայկական հարց գոյություն չունի ու այդ հարցը փակվում էր։ 90 թվականների կողմերն էր կարծեմ, նորից հայկական հարցը, որ այդ սրահում տրվեց, թուրքերը ասեցին մենք հայկական հարց չգիտենք, ընդհանուր այդ նախագահը հայտարարեց, այդ 4-ի դատավարության Թուրքի ելույթը բերեք, ես դա ընդունում եմ պաշտոնական Թուրքիայի գոմ։ Դա մեծ բան էր, քանի այդ մարդը ներկայացնում էր, ինչպես ասեցի, Անկարայի համալսարան, պաշտոնական նախարար եւ այլն, պետություն էր ներկայացնում ու մեծամտություն չլակ երևի դրանից հետո կամաց եվրոպական տարբեր երկիրներ սկսեցին հայկական ցեղասպանությունը ընդունել, երբ որ այնտեղ արդեն այդ խնդիրը տրվեց։ Ու վերջում մի քիչ ավելի լուրջ բանից այդպես բան անենք, գլխավոր դատախազը կարդում էր մեր հանցանքները, մեր մեղքերը, որի հիման վրա մենք պետք է դատվեինք, ամեն մեկիս վրա երևի մի 100 հատ մեղադրանք դրել էր, զենք, զինամթեր, չգիտեմ ինչ, երկար բարակ, դե կարծեմ ամեն մեկ այդ ամբաստանությանը մի կես տարի եթե դար գերև մի 40 տարի կհասներ մեր բադիժը ու մենք 4 հոգյով իրար հետ մի քիչ կատաղում էինք, զրուցում էինք, քան այդ մարդու խոսածները մեզ չէր հետաքրքրում արդեն ու մի բան լսեցինք, ինչ բադիժ է պահանջում 5 է, 50 է, այդպես մի բան էր մի մոմենտ լրջացանք իրար նայեցինք ինչ ասեց այս մարդը 5 թե 50 լավ ասինք, հիմա մյուսինը պիտի գարտա, կոնե լսենք լուրջ իմանանք ինչ է ու գարտած մեր երրորդ ընկերի այդպես մեղադրականը ու ասեց 7-ը նորից մի հատ այսպես կատակով, որ դահլիճն էլ ինչ որտեղ լսեց մեզ մարդու դեր չի տրավ է, չի ծերը արնում 7 տարի, այդքան մեղքերի վրա
Իսկ այնտեղ մինակ ֆրանսիացի ոստիկանի վրա գրակել է օրենքով 15 տարի է։ Ինչ որ է, երկու հոգին պահանջեր էր 5 տարի, մեկ հոգին 7 տարի, չէ, մեկ հոգին 5 տարի, երկուքին 7 տարի, իսկ չորրորդին 10 տարի։ Մենք ինչ որտեղ փողոք արգեցինք ինչքան հնարավոր է, ասացինք կամ բոլորիս նույն բադիժը կտակ, կամ մերժելու ենք, չգիտեմ ինչքանով իրավունք ենք, բոլորիս տվին 7 տարի վճիրը, դահլիճը արդեն գատաղած էր, աղաղակում էր, քանի այդպիսի դատավարություն անցավ, որ դահլիճում նստած մոտ 400 հայերը սպասում են, որ այնտեղից պիտի ազատ արձակվենք, դուրս գանք ու հետերնին գնանք նույն գործին։ Կարելի է ասել։ Ու ինչ որ է, էդի արդեն բայց 7 տարին ալ նույնիսկ իրենք կողմ չեն այդ ժողովուրդը զարմանել է, մենք ուրախ ենք, անգերց ասեմ։ Ծմապանդարգությունը հաստատ մեր աչքը արած էին։ Ու վերջում վճիրը տրվել են ետքը, ճանաչվեցինք մեղավոր ու պետք է վնասի հատուցում լիներ այնտեղ ու վնասի հատուցման այդ վնասները կարդացին նորից ու ամեն մեկիս վրա մի 700 քանի հազար այդ ժամանակվա ֆրանգներ, դոլար ինչ էր կարդացին ու այդ մոմենտին նորեն դահլիճից հայերը, ով ինչ կրմանը մանր փող ուներ, փող եք ուզում ես տղեկին ազատելու համար, սկսան, չգիտեմ ինչի, այդ թուրք հիպատոսի վրա կրցեն։ Ոչ թե վճիրը արձակված եւ այլն։ Այդ հիպատոսը էշացած այդպես ոնց էր իսկապես այդ հիպատոսը ամաչում էր նստեր իր աթոռի վրա։ Ինքը մեղադրողի կողմը, ամբողջ մի ժողովուրդ կապված թեմը, կողքին մենք։ Դե պարզապես այդպես ստացվեց, որ դատավորը եւ երթվյալները նույնիսկ իրեն հագարակ էին։ Ու այդ մարդը զգում էր, մշտական քրտինքի մեջ էր հունվար ամիս։ Այդ վիրավոր հիպատոսներ, որ որպես վկա ինքը եկավ, ու հետաքրքիր էր, որ 60 պատանտներից միան մեկը երկուքը դատարան ներկայացան որպես վկա, դա էլ մեզ հակառակ չխոսացին, մնացածը բոլոր մերժած էին, ու ոստիկանությանը ասել էին, մենք ոչ մեկ բան չունենք, հասկանում ենք իրենց, մեզ հետ վատ չի վերաբերվեցին, շատ լավ էին վերաբերվել ու վերջ։ Իմիջիայլոց հիպատոսարանում կային 4 հայեր, երկու տղամարդ, մի հատ կին ու մի հատ 2 տարեկան փոքր աղջնակ։ Աղջկան լսինք, մորը լսինք, աղջկան դուրս անենք ոստիկանության տան, բաբան գքա կվերցնա, ասեց չէ, միան բաբային գտամ, այդ բաբան էլ գործի ավարտին միայն եկավ երեխուն վերցնելու, երևի լավ էր զգում։ Ու հայրը, որ հիպատոսարանի թեմ եկավ, մենք ուզեցինք երեխուն պատոհան անել, որ անպայման ճանաչի իր հորը, որ իսկապես հայրն է տանք։ Ու այս երեխան միշտ, քանի ազատ շարժումի մեջ է, միշտ տեսնում էր, որ Գևորգը, որ մեկ հոգին էր պատոհանելնում, միշտ ծերնարում բծեքը միշտ հաղթանակի նշան էր անում պատոհանել, այս երեխան տեսնում էր, այդ պատոհան, որ հանեցինք, ոնց որ բարդականություն է, այդ երեխան էր սենց արեց։ Ու հանձնեցինք հորը, սա մեկ հետաքրքիր դեպքերից է, երկրորդը մի հատ թուրք աշխատող աղջիկ է, քանի անգամ որպես պատոհան էինք անում, որ Գևորգի հետևը կանգնի, Գևորգին խնդրեց ես էլ կարող եմ անել, այսպես ասեցի տարը, թուրքը։ Այսինքն ամբողջ այդ գործողությունը եւ իր ամբողջ շարունակությունը ոնց որ
Պրոհայկական և լրիվ հագաթրկական ահավոր մեծ մթնոլորտ ստեղծեց ամբողջ Ֆրանսիայում, երևի ամբողջ աշխարհում նաև։ Դատավարությունը այդպես վերադառնալով դատավարության այդպես այդ փողի բանով ավարտվեց, մենք արդեն դուրս եկանք, սպասում էինք այդ մեր սենյակում, մինչև ոստիկանները մեզ նորից բան փոխադրեին, դատավորը եկավ, մեզ հետ ցեռնվեց առանցին ու այսպիսի խոսքերով ասեց գներեք, սա պետական որոշում էր։ Այսինքն ինքը պատրաստ էր մեզի ազատ արձակել։ Ու այդ 4 հայերեն եթե ասեմ, անցած տարի Կարվաճարում էի, Ալեքսի մոտ, չգիտեմ, քանի հոգին գիտեք, որ այնտեղ է ապրում Կարվաճարում։ Ֆրանսիայի տղակար։ Հետը զրուցեցինք եւ այլն, ու Ալեքսը ներկայացրեց, թե ով եմ ես, ասեց ձեր բադանտների մեջ 2 տարեկան աղջիկ կար, ասեցինք, հա, ասեց իմ ընկերուհին է։ Ասեցի ուրախ եք, նկարում ես, մեծ տարիքին, ասեց, չէ, հիմա մոտս չի գա։ Նույնիսկ անունը չի հարցրել։ Մի քիչ պիտեսակ էի, ու ես անցած շաբաթ էր։ Որը հետ էի խոսում, ասեց, այդ բադանտներ դղակից մեկը իմ եղբայրն է։ Մեզի ծանոթ, մեզի համագիր, մեր կազմակերպության այսպես մոդիկ համագիրներ են մեկի եղբայրը։ Ու այսպես մենք դատավարությունն հետքը վերադարձանք բանդում շարունակեցինք մեր սովորական ուսումը, սպորտը, կյանքը ու 7 տարին, 5 տարին ավարտեցինք ու արդեն բանդից մեզ ազատեցին, մենք վերադարձանք Բեյրութ, վերադարձանք նույն օրը գիշերը մենք ռազմագայանում էինք, կարելի ասել, ու կարող եմ ասել, որ Ֆրանսիայի բանդեր, որ այստեղ, որ Հայաստան եկա շատերը ասեցին, ավելի լավ է երթամ Ֆրանսիայի բանդերում ապրեմ, քան Հայաստանում, բանդում մեր ընկերները Արոն Բասմաջյանը ինքնասպան եղավ, քանի որ Ֆրանսիայի քաղաքնի սպասարկությունները, իշխանությունները իրենց այսպես մարդասիրական, խաղաղ, այդպես մոդեռն մեթոդներով ճնշում էին անպայման։ Արևելքի նման ձեզով, բանով եւ այլն չէ, բայց ճնշումը կար, ահավոր էր մեր վրա, զգում էինք, ու մենք մեզ դրած էինք ճիշտ ասած մի քիչ կեժի տեղ, որ դիմանանք։ Ոչ մի բան հոգերնից չէր։ Նույնիսկ բանդում մենք պատճառը ստեղծեցին, անշուշտ թուրքերու հրահրումով մեր թեմ գրիպ, մոտ 40 հոգի մարդ, արաբ եւ այլն, գրիպ սարքեցին, հիմա մենք կարելի ասել, որ 40 հոգի թեմ 4 հոգի մենք մի հատ էլ ֆրանսացի լավ չարտ արեցինք։ Այսինքն փաստը մնում է փաստ, որ նույնիսկ թերթերում գրվեց, որ բանդում մեզի տեղափոխել էին ուրիշ շենք ու տնօրենը, որ վերադարձանք 2 օր հետո, ասեց ձեր թեմ արաբները բաները ցույց արեցին։ Մարտասպան հայեր, ոչրակոց հայեր, չարտարար հայեր։ Ասի լավ, օքեյ, եղավ։ Թող այդպես ելա անունից։ Բայց հետո ով այդ բանդը գալիս էր, որը 5 մասնաշենքեր էին, գետրոն որ բերում էին, այդ արաբին կամ ցանկացած բանդարգալին որ բերում էին գետրոն, ասում էին թիվ 3 շենքը պիտի գնաս կամ թիվ 4-ը, այդ բանդարգալը մի հատ հարց էր տալիս, հայերը այնտեղ են, որ իրեն շերտ պահե, թե արդեն խելոք կա մեր մոտ։ Ու այդպես 5 տարին ավարտել են հետո վերադարձանք ռազմական, մոտ 6-7 ամիս մնացինք այնտեղ ու դրանից հետո ես վերադարձա ընտանիք, տուն
87 թվականից փորձեցի միշտ Հայաստան գալ, մի քանի անգամ մերժվեցի, արդեն հիասթափված ուզում էի ցանկացած երկիր գնալ, ուրիշ երկրի պասպորտ առնել, եթե հնարավոր է, այդ ցեղով գալ Հայաստան։ Ու Կանադան ստացվել էր, բայց մեկ անգամ էլ սովետական էր ժամանակվա դեսպանատնից լուր արեցին, որ քեզի հրավերք կա, կարող ես Հայաստան գնալ։ 3 ամսվա հրավերք էր, 90 թվականի ապրիլի 13-ին որպես տուրիստ մի 15 օրով Մոսկվայի ճամփով կրվանցել ընդամենը $170 փող եկա Հայաստան, այդպես 15 օրը մնամ, ետ վերադառնամ, ես 2014 թիվն ենք անգետ ասեմ, ես Հայաստան որ եկա մի ուրիշ զգացում էր իմ համար, լրիվ ուրիշ զգացում էր ու ընթացքում արդեն երասխի գրիվները նոր էր եղել, տակացել, ժողովուրդը արդեն ուներ նահատակներ, ուներ Գորգիսյան եւ այլն, ու մի քիչ ուրիշ էր ու քաղաքում երևում էին այդպես զինված տղեկ, ֆետայներ, Արցախի խնդիր, սկսա մի հատ էս չոկադին քնալ, մի հատ էս չոկադին քնալ, մի հատ հապի տղեկի հետ ծանոթանալ, Ռազմիկ Վասիլյանի, Աշոտ Նովոսարդյանի, մյուսից լա մեկ ամիս տողը, լա մեկ ամիս մնամ։ Մեկ ամիս եղավ 2-3 ու սկսա արդեն վիզաները երկարացնել, ճիշտ ասած մինչև այսօր այդ կացության քարտը երկարացնում եմ, քաղաքացի չեմ, բայց թիվում եմ արդեն, վերջնական որոշեր եմ։ Հիմա այստեղ հիմնականում աշխատանքով զբաղվում եմ, բայց նույն ժամանակ մենք որպես ասալային նախին քաղաքապետարներ ունենք նախաձեռնություն, որը մի 3-4 անգամ մերժվեց գնացվի։ Ունենք նախաձեռնություն, հաճախ հանդիպում ենք, կազմակերպում ենք ինչքան հնարավոր է բաներ, մի ժամանակ ունենք մեր բարբերականը, որը քաղաքին ճանաչված է, Ուխտար Արադի անունով, բայց հիմա ֆինանսական պատճառներով եւ այլն այդ թերթը չի գա, բայց մենք 5-6 հոգի ընկերներ միշտ հավաքվում ենք, միշտ քննարկում ենք, միշտ խորհրդակցում ենք ու ինչքան հնարավոր է մեր բարդականությունները շարունակում ենք։ Այդ մի քանի ընկերներից 3-ս ես հիմնարկում ենք արդեն աշխատում, մեկը ես, մեկը Հակոբ Ջուրփայանը եւ Սիմոն Նայիրյանը։ Հենց այս շենքում ենք ու կարծեմ մենք կրնանք արդեն հարցումներին անցնել։ Կընտրեմ հարցեր։ Երախտագիտություն եմ ուզում հայտնել ձեզ, ձեր ընկերների հետ միասին, անչափ շնորհակալ եմ։ Ասացեք խնդրեմ, Լիզբոնի հինգյակի հետ դուք ինչ-որ կապ ունեցել եք, թե իրական տարբեր։ Լիզբոնի 5 տղեկը ցեղասպանության մարտիկներից էին, քաշնակցության այդպես ասած զինված խմբավորումներից, բայց միանշանակ մենք համարում ենք մեր զենքի ընկերները եւ ոչ մի տարբերություն չենք ուզում գնել։ Դրա համար շատ շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Ու ես ուզում եմ իմանալ, որ թվականներ եք դեպքը, որտեղ ես այդ դեպքերը հիշում եմ, որ ռադիոյով ամենուր ասում էին, որ Գիշեր հաստատ։ Հա? Ձեր տարիքը այնպեսին է, որ գիշեր։ Հիշում եմ, ու net WhatsApp-ով էին, էլի, սովետական պրոպագանդայի ասում, գրավել է, բան էս ձևի, բայց ոչ 81 թվականի սեպտեմբերի 24-ին։ Արևմտյան Հայաստանի տարածքում նման գործողություն վարելու բնականաբար անհրաժեշտություն կա եւ կա զարգացումներում ինչ-որ խմորումներ կան, ինչ-որ բաներանում են, թե ոչ։ Դե մեր հիմնական նպատակներից մեկը միշտ եղած էր
ժամանակի ընթացքում պայքարը միշտ տեղափոխել Արևմտյան Հայաստան եւ պայքարել մեր հողերի վրա, բայց այդպես է ստացվեց, որ երևի Հայաստանը անկախացավ, քաղաքական վերիվայրումները շատացան, այդ ծայրահեղական շարժումները, արաբական քարոն, չգիտեմ ինչական հաշուն եւ այլն, բայց այդ միտքը միշտ ալ կա եւ ոչ թե մեր մոտ պետք է լա այդ միտքը, ես կարծում եմ մինակ մեր գազམ་ագերբությունը հայ ժողովուրդն է, մինակ մենք չենք։ Ես կարծում եմ ամեն մեկ հայ պետք է մտածի դրա մասին ու պարտադիր չանպայման զենքով պայքարի, ամեն մեկը իր զենքը պետք է ունենա իր ձևով։ Հարցեր։ Վանեսայական, ես երկու հարց ունեմ։ Առաջին հարցումս կան տեղեկություններ եւ կտարածվին տեղեկություններ, որ 2006 թվականին ասալան վերսկսավ գործողություններ, այսինքն ոչ թե ռազմական գործողություններ, բայց գործունեություն վերսկսավ Հայաստանի անկախ հանրապետության մեջ։ Կուզեի այդ տեղեկության ատոր մասին որոշակի ճշտումներ եւ այլն, եւ երկրորդ հարցումս կուզեի քչմնախոսիկ Հակոբ Հակոբյանին եւ Ասալայի բարակտման մասին։ Հետաքրքիր է, որ ես այդ 2006 թվականի մասին տեղեկություն չունեմ, բայց կրնամ ասել, որ գազམ་ագերբությունը երբեք չի հայտարարել, որ ինքը պայքարը դադարեցնում է, էդի մեկ։ Պայմանները փոխված են, զենք չի գրավում գերևի, ռումբ չի պայթում, չի հայտարարվում գերևի, բայց կարծում եմ այդ քաղաքարը միշտ կա, այդ խումբերը միշտ կան, Էդի մեկ, այսին երբեք չի հայտարարվել և գազམ་ագերբությանը հիմնական գետերից մեկը ասում է ճիշտ ես, քրվազներին շատ չեմ հավատում, գործին եմ հավատում շատը, բայց այդ մեր 9 գետերը որ կան, ես դրա հավատում եմ ու կոնե ես իմ անունից կարող եմ ասել, ես հավատարիմ եմ այդ գետերին, որտեղ ասում եմ զինյալ պայքարը չի դադարելու ասալան գոյություն ունենալ են չի դադարելու մինչև Արևմտյան Հայաստանի եւ ամբողջ հայ պատմական տարածությունները ազատագրվել են։ Ուրեմն պայքարը կշարունակվի, պիտի շարունակվի դեռ։ Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, այսպես մի բառ կա, որ կարելի ասել շատ փիչ անձնավորություն է, շատ գարբիկ շատ ուղեղը բաց, 12 տարեկան են պաղեստինյան շարժման մեջ, ընտանիք են փախած, ինքը Իրաքի հայ էր, ինքը շատ մեծ դեր ունեցած էր Ասալայի ստեղծման մեջ, անշուշտ իր կողքին միշտ եղած են մտավորական մարդիկ, աշխատած են այդ ուղղությամբ, ես իրեն միշտ հարգած եմ, բայց եղած է դեպքեր, որ միշտ հետը նաև վիճած եմ, դեպքեր եղած է, որ բաներ ասած է, ես հակառակել եմ, չեմ ընդունած, դա Հակոբ Հակոբյանի նկատմամբ մասին իմ պատկերն է մինչև 81 թվականը։ 86 թվականին, երբ որ բանդից վերադարձակ, երևի պայմանները դա էր, չգիտեմ, ես չեմ ուզում շատ խորանամ։ Մեկ երկու բան ասեց, որ ես չընդունեցի, դրա համար ես թողեցի ու ես այստեղ հիմա մինչև այդ ժամանակ, որ այս մտքին ես, ես կարող է գնամ ու տունը սպասեմ։ Ամեն բարեկայի իր դերը ազատագրական պայքարի մեջ շատ մեծ է, ինքը շատ կարևոր դեմք էր, պայքարի մեջ ով չի սխալվի, ամեն մարդ կարող է սխալվի, բայց մեկ բանով ես հարգում եմ այդ մարդուն։ Իսկ ինչ վերաբերում է բարակտումի մասին եւ այլն, այնտեղ նորից խնդիրներ եղան, որ ներքին խոհանոց էր, բայց երբեք բարակտումի խնդիր չի կար,
Այսին մի խումբ թողած էին, գնացել էին, ինչի չէ կարող եմ ասել, Մոնտեի ղեկավարությամբ, այսպես ասեմ, բարեբախտաբար ես կարող եմ ասել, որ այդ ժամանակ մենք բանդում էինք, 83 թվականի մասին է խոսքը, չգիտեմ ես այդ բաժանման ժամանակ որ կողմը կբռնեի կամ երրորդ կողմ որպես նորից կթողեի դուն կգնայի, թե ոչ, բայց եղան կազմակերպության մեջ դեպքեր, մի մոմենտ ես միշտ կազմակերպության դիրքորոշման կողմ էի, բայց ժամանակը ավելի լավ գիտեք, որ միշտ հարցնում ես, հանդիպում ես ընկերներիդ եւ այլն տեղեկություններ ես ստանում ու նայում ես, որ ամեն կողմն է սխալը։ Ու իմ համար ամենակարևորը այդ բարակտում կոչվածը կամ ինչ որ կա, իմ համար միան մեծ ցավ էր, ու ես այնտեղ մենակ գիտեմ, որ ընկերներ եմ գործրել։ Իսկ այսօր 40 ցեղի մարդիկ ամեն մեկը իր հեքիաթն է պատմում, դժբախտաբար ես մի քիչ բաց խոսող եմ, ոնց որ այս կազմակերպությունը մի քանի հոգի համար դարձել է ինչ-որ մի հատ չգիտեմ, արժեք կամ ինչ-որ մի իր, որը ամեն մեկը իրեն համարում է իրեն ինքը որպես ժառանգորդ։ Ու ես դա չեմ ընդունում։ Իսկ ես մնացածը չեմ կարծել, որ այդ բարակտումը այսպես կոչված, ով որ ուզում է ներկայացնել որպես բարակտում, չստացվեց հետի։ Իսկ Հակոբ Հակոբյան իր բուն անունն էր, թե կեղծանուն էր։ Հակոբ Հակոբյանը անպայման կեղծանուն է, իր անունը Հարություն Դակուշյան էր, որը արդեն զոհվեց, մի քիչ շատ վերջացան երևի, այդ հարցով էլ երևի մեծ մասը գիտեք Լաբոմբա գրքի մասին, որը իսպանացի լրագրողը, որ մեր ումպերի պայթունի ժամանակ մոտիկ եղած է ու վիրավորված է, գրքեր էր մի գիրք էր գրել։ Այդ մարդը, որ Հայաստան եկավ, գրասենյակում նստած էինք ընկերներով, ինքն նստած էր ու հարցրեց Հակոբ Հակոբյանը իրա 88 թվականի ապրիլին Աթենքում սպանվեց մերա, դրեքը ծիծաղով բանով բոլորը ինձ նայեցին, անպայման ես պատասխանեմ։ Ու իմ պատասխանը այդ եղավ, որ Հակոբ Հակոբյանը վերջին անգամ Աթենքում մահացավ։ Քանի ապի առաջ մի երկու անգամ էլ հայտարարված էր Հակոբ Հակոբյանի մահը։ Իսկ ես այդ չեմ զարմանալ, եթե վաղը նորից մեկը այսպես ինչպես օրներ այլ մեջ տեսնում եք ծեր մասկարով մեկը ելել սեղանի հետ նստի հարցազրույց վարե ու ասել որ ինքը Հակոբ Հակոբյանն է։ Քանի դա սիմվոլիկ անուն էր ընդհանրապես։ Գալ մենք ունենք Վահրամ Վահրամյան, չգիտեր ինչ ունենք։ Բայց իր իսկական անունով Հարություն Դակուշյան էր, որ հիմնական ինքն էր ներկայանում ու ինքը արդեն մահացած է։ Շնորհակալություն, Նավիկ Միրզոյան, ես ասում եմ 3 հարց, առաջի հարցս, եթե ճիշտ եմ հիշում, 84 թե 85 թվականին Ստամբուլի օդանավակայանում, որ կազմակերպությունը ասել են 82 թվականին, օգոստոսի 7 օդանավ գերեվարած եւ ինչ նպատակ էր հետապնդում նման գործողություն եւ արդյոք ծառայած նպատակին։ Երկրորդ հարցս վերաբերվում է Ղարաբաղյան հակամարտության ժամանակաշրջանում ասալան ինչ գործողություններ իրականացել եւ երրորդ հարցս Ռամիլ Սաֆարովին է վերաբերվում, կա մի այսպիսի տեսակետ, որ նրա արտահանձնումից հետո հնարավոր է կազմակերպությունը ինչ-որ մի գործողություն կատարել։ Նման տեսակետի նման գործողություն եղել է։ Անկարայի գործողության նպատակը առաջի հերթին օդանավական հարձակվի, օդանավ վերցնել, արևանքել ու մի քիչ չրջել էր ու օդի մեջ երևի հետագային վայտեցնել, բայց օդանավի մեջ պետք է հավաքեին
նորեն ասեմ, որ 82 թվականի դեր զինվորական իշխանություն էր Թուրքիան, զինվորական մեծ պաշտոնյաներին հավաքել, օրինակ ոստիկանության պետը, ասենք օդանավակայանի բանակի պատասխանատուն Փարսաստիճան սպանել, իրանց այդ օդը փարսացնել ու որոշ ժամանակ հետո բայտեցնել էր։ Բայց այնպես ստացվեց, որ երկու ընկերները մեկը ծանր վիրավորվեց, ընկավ թուրքերի ցերկը, որը հետագային արդեն գաղան բարձրացվեց, Լևոն Էկմեկջյանը, Զոհրաբը մնալով մինակ, իր մոտ 20 հոգի իջավ պատանդ վերցրեց, մի քանի ժամ բահելենի հետքը նույն այդ ոստիկանապետերին, սպաներին, նույնիսկ գեներալ կար, գանչեց բանակցելու ու իրանց հետ միասին ցերկի ռումբերը բայտացրեց ու ինքն ազողվեց։ Իսկ ընդհանուր նպատակը եւ Իստանբուլի փակ շուգայի գործողությունը 83 թվականին եւ Թուրքիայում բոլոր այդ ռումբերը որ բայտեցին եւ Անկարայի գործողությունը առաջերտին նպատակ ունեին Թուրքիայի էկոնոմիկան հարվածելու, որ այսօրվա Թուրքիան չլիներ, այդ հզոր, տնտեսական եւ այլն։ Բայց առաջինը մեզ չհասկացողները եղան, մեր հայերը, նույնիսկ Եվրոպայում, երբ որ թուրքական հաստատություններ էին հարվածում, Turkish Airlines-ի գրասենյակներ եւ այլն, նպատակը դա էր, որ Թուրքիա մարդ չայցելեր, Թուրքիայի էկոնոմիկան չի զարգանա։ Ու եթե մի քիչ հայերը հասկանային ու գոմնային այդ մտքին մի քիչ քոնե, կարծեմ թե կշարունակվեր եւ նորից կրկնում եմ, այսօրվա Թուրքիան այսքան հզոր չէր լար։ Երրորդ հարցը Ղարաբաղի Ասալան։ Ասալան անվանական այսպես Արցախում ոչ մի բան չարեց, բայց Արցախում կային ոչ հայտնի Ասալայի տղեկից եւ հայտնի Ասալայի համարյա բոլոր տղեկը։ Ես, Մարտիրոս Շամբոջյանը եւ ուրիշ ընկերներ, որոնք կարողացել են։ Եղան ընկերներ, որ եկան, բայկարեցին, գնացին։ Այնտեղ Ասալայի անունը ես կարծում եմ պետքը չէր հիշվեր։ Իսկ ինչ վերաբերում է Սաֆարովին, ես մի բան ասեմ, շատ է խոսվում Ասալայի մասին, ես շատ ուրախ եմ, ճիշտ է, հաճելի է ասել, որ շատ բաներ են գավում Ասալայի հետ, բայց քաղնի բանակը այդ մաֆիական ֆիլմերի նման, այդպես չգիտեմ ինչ կազմակերպություն չէ։ Այդ տարիներին, որ ես գործողություն արել էի 22-23 տարեկան ընկերներս 20 տարեկան էին, մենք նվիրված էինք Հայթադին, այդ ժամանակվա այսպես ասած խենթերն էինք, ու գաղափար կար, միտք կար, ծրագիր կար։ Չէինք ուզում սարքեինք ինչ-որ մի բան, լեգենդար եւ այլն, բայց ստացվեց։ Բայց մի բան ասեմ, որ Սաֆարովի խնդիրը կարծեմ ամբողջ հայության խնդիրն է նորեն, ինչպես նաեւ մեր։ Ու կարծում եմ, եթե Ասալան այսօր գործ է, իր առաջի պարտականությունը պիտի չգիտեմ, գենթանին ասեմ, ինչին ասեմ, դրան վերացնելը, բայց մի քիչ լավ աղմուկով, որ ճիշտ նայվի։ Բայց այդքան բաներով, որ ասում են, հա, ծրագրավորում է, սա, նա եւ այլն, չեմ ուզում այդ տպավորությունը թողել, որ ամեն մեկ հայի այդպես ոգևորության կամ չղայնության մոմենտին ասալանքա ու պրոբլեմ լուծե։ Սաֆարովը հայկական բանակի հայը սպայի սպանեց, մեր այսօրվա բանակի ղեկավարները նորմալ մի քիչ ավելի խիստ արտահայտություն չարեցին։ Բայց միշտ կոմենալ մենք ընդհանրապես կազմակերպության սովորությունն է, սա սխալ չհասկանանք, այսօր մի քիչ տեմպը իջած է կամ ոչ կամ գործում ենք կամ չենք գործում, ընդհանրապես Ասալան գործը անում հետո ասում է,
Այդպես որ լուրեր հայտնվում են մեջտեղ, դա չգիտեմ ով է տարածում։ Բայց եթե լինի երևի կհայտարարվի։ Դա ասված մեծ է, ես էլ ուզում եմ մի օր շուտ սատկելու մասին լսեմ։ Թուրքական իշխանությունները բազմիցս մեղադրում են Ասալային քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցության մեջ եւ այսօր նույնիսկ պայքարի այս փուլում հաճախ հնչում են մեղադրանքներ, որ Ասալայի նախկին զինյալները համագործակցում են քրդերի հետ։ Ինչ կասեք սրա մասին։ 80-ական թվականներին այդ համագործակցությունը կա եւ մենակ այդ համագործակցություն չէր, երևի այդ շարժման հիմնական այդպես մարտիկների մարզումները մեր մոտ անցած են, ես մասնակցել եմ նույնիսկ բայց այստեղ մի բան կարող եմ ասել, այսօր շատ է խոսվում հայ քրդական եւ այլն կամ մի քիչ ուրիշ մեր եղբայրներին, որոնք արդեն Թուրքիայում եղած են, իսլամ եղած են ու այսօր վերադառնում են եւ այլն։ Ես ուրախ եմ այդ մտքի հետ, բայց չէ որ մենք միշտ քյուրդի հետ միշտ ինչ որտեղ նաեւ պրոբլեմներ ունենք, միշտ պետք է անանանք, այո, մեր թշնամին նույնն է, ես համաձայն եմ, պետք է պայքարենք, բայց մի հատ իմ համար հետաքրքիր է, թուրքը մի հատ իր քարտեզը թող ճշտե, որ արդեն իրեն ընկեր համարենք, եղբայր համարենք եւ այլն։ Քուրդը, չէ՞, քուրդը։ Քյուրդի մասին։ Թող իր քարտեզը մի հատ ճշտե, իր հայրենիքը որտեղ է, ինքը որ ազգին է պատկանում, իր արմատները ուր են, մի հատ ինքը իրեն մեկ հատ հասկնա, ինքը ով է։ Իսկ ես կարող եմ ասել, որ հիմնական մեր քուրդերի հետ շփումը իրենց արևմտյան Հայաստանում գտնվելու հանգամանքն էր առաջի հերթին եւ ինչի՞ չէ նորից ասում եմ Թուրքի դեմ պայքարիլը ու երբեք չմոռանանք որ այսօր քրդական շարժման մեջ ինչքան հայեր կան ինչքան պատասխանատու թիրքերի վրա ու դա մեզ պետք էր որ հետերին շփվեինք այս մյուս կողմեն ես նույնիսկ հետերին իրենց ռազմագայանում վիճել եմ հետերին նույն այդ քարտեզի հարցով վերջը մենք իրարու հետ պատերազմելու ենք դուք եկել լալու թշնամին է որ դուքից վերջանանք կամ էլ ասած իսպես քարտեզի սահմանները ճշտենք Ձեր հարաբերությունները այսինքն Ասալայի Հայաստանի Հանրապետության հետ հետաքրքրում են նախկինում Սովետ միության ժամանակ եւ հիմա վերաբերմունքը պետության ընդհանրապես հարաբերությունների մեզի ժամանակին ասում էին որ KGB-ն մեր հիմքում է հիմնադրողը KGB-ն էր որին ես ընդհանրապես պարզ է որ համաձայն չեմ KGB-ն այդքանով բան էր որ այսինքն չեզոք թիրք էր կրնում քանի մեր հարվածները ընդհանրապես որ Թուրքի դեմ էր լինում նաև սովետին ցերնադու էր մինակ դրա համար այն ժամանակվա իսկ այսօրվա հանրապետության հետ քաղաքնի բանակի այդպես հանդիպումները բաները ես չգիտեմ, քանի ես բացահայտվել եմ քաղաքնի բանակի անունով չեմ բռնար խոսիլ, իրենց հարաբերությունները ինչպես են չեմ բռնար խոսիլ, բայց քաղաքնի բանակը միշտ ասել է, որ մենք պետականության կողմն ենք, սա չի նշանակել, որ Սերժի կողմ ենք կամ Ռոբերտ Քոչարյանի կողմ ենք կամ Լևոնի կամ Մեսի մեր հայրենիքի հետ ենք, մեր պետության հետ ենք միանշանակ։ Սարգսյան Արարատ, քանի որ այսօրվա թեման Զինյալ ազատագրման օրագրությունն է, խնդրեի անդրադառնայիք նաև
Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներին։ Եվ մեկ բան էլ ավելացնեմ, այսօր լրանում է 39-րդ տարին, երբ 1975 թվականի հոկտեմբերի 24-ին հայոց ցեղասպանության արդարության մարտիկները հարձակում իրականացրեցին Փարիզում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրզեին։ Այդքանը։ Այդ գործողության մասին Փարիզում շատ բան կարելի է ասվել, այդ երկու գործողությունները, որ տարբեր օրերի մեջ եղան։ Այդ գործողության մասին չեմ ուզում խոսել, դա միանշանակ ասալային վերաբերող էր, որը այդ թվականին հայտարարությունը եղավ առաջերտին, իսկ ցեղասպանության մարտիկները դարիների հետ կա։ Ես ներսի վիճակն արգիտեմ, դրա համար ոչ մի բան չեմ ասում, ինչպես հայտնի է դաշնակցական դղեկ ալգային այդ գործողության մեջ և ուրիշ բաներ կար այնտեղ, չեմ ուզում անդրադառնալ, բայց ասալայի անունից որոշվեց ու եղավ այդ գործողությունը առաջերտին։ Իսկ ցեղասպանության մարտիկները ընդհանրապես նորից կրկնում եմ Լիսբոնի հետ կապված հարցին Իմ համար զենքի ընկերներ են, ես մոտիկություն ունեմ և Ռաֆիկ Տիտիզյանի հետ, և Ռաֆայել Բեկյանի հետ, և Անտո Պողոսյանի հետ։ Իրենք իմ զենքի ընկերներն են միանշանակ, ես տարբերություն չեմ թողնում իմ մյուս ընկերների հետ։ Զոհված տղեկնալ նորեն իմ համար ընկերներ են։ Նույնիսկ ես ամեն տարի Լիսբոնի 5-ին որ միջոցառում է կատարվում Կոմիտասի այգիում, ես միշտ այնտեղ լինում եմ։ Չնայած ականջիս հետևեն շատ լաճ բաներ լսում եմ, բայց ոչինչ չի խանգարում։ Բաղդասարյան Ժողեր հարցում ունի համացայնը ձեր զենքի ընկերներն են, բայց բոլորիս էլ հայտնի է, որ Լիզբոնի տղոց քերեզմանը Լիբանան կգտնվի, ինչն է պատճառը, որ Եռափլում ասալային նվիրված բաժինը, որ կա քերեզմանով, Բաչե Դաղելյանին նվիրված հուշաքար կա։ Միանշանակ ասեմ, Բաչե Դաղելյանը Գաղտնի բանակի անդամ եղած է, միանշանակ, սա Բաչեն ինձ չի ասած, դղեկին որ ասած է, մեկ հոգի ինչ է։ Ու այդ գործողությունն առաջ ինքը եկած է ու ասած է դղեկին, որ ինքը որպես դաշնակցական ընդրվել էր այդ 5 հոգիի մեջ։ Սերեր ես պիտի երթամ, չեր ասած ուր, ինչ, ինչպես, դղեկը ասել են ոչ մեկ խնդիր չի գա, կարող ես գնալ, մենք ուղղակի որպես մեզի նահատակ ընկեր, այդ քարը դրած եք այնտեղ ու շատ բարձ է, որ այնտեղ շիրմաքարերը կան, ոչ մեկի աջունները այնտեղ չեն։ Ես գիտեմ, որ 5-ի քերեզմանները Բեյրութում են, բայց նորից ասեմ, արդյոք իրենց աջունները այնտեղ են, ես էլ հարցնում։ Բայց կա նաև վարկած, որ Բաչե Դաղելյանը պարզապես հայոց ցեղասպանության արդարության մարտիկներն էր և որպես լրտես կոպիտ ասած գործուղված էր Գաղտնի բանակը։ Այդպես շատ եղած են, բայց հետո փոխված են։ Անուններ չի տամ։ Ես անուն եմ, որ ասացիք հա, որ զոհված ընկերներներ են ընկերներ և ձեր զոհված ընկերներից մեկի մասին եմ ուզում հաստատ, Մոնթեի։ Մոնթեի մահվան հետ կապված իմ իմացած փաստեր պետության մեջ է գցում, որովհետև մի քանի փաստեր կան, որոնք անմիջապես կապ ունեն ներկայիս ողջ գեներալների և ինչու՞ նախկին նախագահի հետ կապված, ուզում հասկանալ այդ վարկածը վերջի վերջում Մոնթեին սպանեցին հայերը, թե Մոնթեին սպանվեց այն վարկածով, որ մասնապես սպանում են։ Ներքին վստահություն ունեմ, որ դուք տիրապետում եք այդ ինֆորմացիային, և քանի որ Մոնթեին ամենասիրելի հերոսներից է, այսինքն ուզում եմ իսկապես փոքր չթանելու ինձ համար, ոնեք փոքր ինչ բացահայտել։ Ես հարցը ավելի ուրիշ ցելի ես սպասում էի, բայց շատ ավելի նուրբ տվիր, ոչինչ։
Ես Մոնթեին հետ ծանոթ եմ 78 թվականից։ Շատ ենք աշխատել իրար հետ, նույն ռազմակայանում, շատ ենք աշխատել, նույնիսկ մինչև ռազմագերությունը մենք ծանոթ էինք, ու մեկս մյուսի նկատմամբ զարմանք հայտնեց, որ նույն մեքենայի մեջ ինչի ես նստում, նույն ջիպով, որ ռազմագայում պիտի գնանք, տունով ես։ Ինչով է, հետո այդ Բարակ Բումի հետ կապված դեպքերի բանով այն ժամանակ, որ պանդում էինք և հայտարարեց, որ Մոնթեն բաժանվում է և այլն, ես որպես ինձի շատ մոտիկ ընկեր Մոնթեի վերաբերմունքը դեպի ռազմագերություն չընդունեցի և շատ վատ վերաբերմունք ունի։ Ես անգերձ եմ ամեն ինչից մեջ, ինձ ոչ մեկը չի նեղվի։ Շատ վատ է դրամատրված, քանի իմ համար առաջի հերթին ազատագրական պայքարը վնաս էր ստանում, հարված էր ստանում։ Մինչև 90, 91, 92 թվականը ես նույն բանի մեջ էի, նույն մտքի մեջ էի։ Մինչև ես ինձ համար ինչ-որ այդ ինվորմացիա պետք էր ինձ այդ օրերի դեպքերի հետ կապված, որը ես ուզում եմ ինձ պահեմ, ինչ-որ բան հստակեցրի ու այդ ժամանակվա այդ խնդիրի հետ կապված հստակացրի, որ մեղավորը ինքը չէ, այլ շատ են, շատ կողմեր են, այսինքն բան մներ, որ պիտի ըլլար ու պայթեր, անունը թրվեցավ, ամբողջ փերը թրվեցավ Մոնթեի վրա։ Ճիշտ ասեմ, այդքան իմանալին հետո մի քիչ հանգստացա։ 97 թվականին, որ աղջիկս ծնվեց, առաջին անգամ աղջիկս ծնունդը շնորհավորում Սեթան և Մոնթեի եղբայրը, որը նորեն ռազմագերություն են ծանոթ էր ինձ։ Իսկ ինչ վերաբերվում է իր մահվան վարկածի հետ, ես ուզում եմ նորից հավատամ, որ ինքը զոհվեց։ Ավելի բան չասեմ։ Ուզում եմ հավատամ, որ զոհվեց։ Չնայած մինչև վերջ համոզված չեմ ասում, բայց ուզում եմ հավատամ, որ զոհվեց։ Քանի այդ վերջի կետը, որ իրեն նշում էին, որ այս կետից, այս կետը, այս կետից, այս կետը պիտի գնա, այս վերջին կետը անունով ասեցին։ Հենց քյուրի, դերի անունով։ Ոչ թե ռազմական իրա կոտով։ Ինձ համար վատահականություն չի գա։ Նույնը վերնա Մասկալդյանի մասին ասել։ Խնդրեմ։ Մի քիչ մոտիկ կգաք այդ դեպքում։ Այդ վարգազներն իսկապես հերու մնան։ Չէ, այդպես բան չի գա։ Երկրորդ հարցի հետ կապված շատ ցավալի է, բայց նորից ասեմ։ Եթե մեր հովանավորները հայ են լային, մինչև այսօր թուրքի գլխին ռումբ կպայթեր։ Դժբախտաբար մենք առիթեն օգտված ենք Պաղեստինի ազատագրական պայքարի։ Պարզ ասեմ։
Եթե մենք իսկապես հայ, նորմալ, հովանավոր ունենայինք, մինչև այսօր զինյալ ազատագրական պայքարը կշարունակվի ամեն ձևի։ Ու կարող է մեկ ձեռքով պայքարել գալ այդ ծրագիրը։ Բայց դժբախտաբար հայ հովանավոր չունի։ Մի հատ օդար կհայտնվի մի օր երևի։ Խնդրեմ, դուք ասում եք մասնակի անձերի տեսքով ներկա է գտնվել, բայց այս ժամանակ կապված հեսմենթի հետ շատ հաճախ համարյա մեր ամեն նահատակված երկրորդ հերոսի հետ կապված ժողովրդի մեջ այսպիսի բան է տարածված, որ մտնում էին առաջին նախագահի գրասենյակ, ինչ-որ զրույց էր տեղի ունենում, որ ճիշտ չէ, կարգում կամ ճիշտ չի կառավարում պայքարը, շատ հերոսների մասին ենք զալեսել, դա կապված մոնտների հետ, կապված Տիգրանի հետ, Տիգրանի շոկատի ղեկավարի եւ մի քանի այլոց, որոնք գնում էին ճակատամարտ եւ այլևս չէին վերադառնում եւ բոլորը հակամարտություն ունեին իշխանությունների հետ։ Ինչքանով է դա հնարված, ինչքանով է դա իրականությանը մոտ եւ արդյոք այսօրվա դեպքոցը, այսօրվա մեր բանակում կամ չգիտեմ հատուկ ճոկատային ներկայացուցիչ ինչ-որ ինչքանով է պահանջարկված եւ ինչքանով է ինչ-որ չգիտեմ տեսական կամ ոնց կա արդյոք դուք ձեր պահանջարկված դեռ զգում եք եւ արդյոք ճիշտ իրավիճակը թե դեռ ոչ այն։ Ամենավերջինը սկսենք երևի, հա։ Գնահատված զգալու այդ մոմենտը ես գործորդին հրած օրես առաջին ես իմ բարդականության խնդիրը դրած եմ, նույնը իմ ընկերները, նույնը բոլոր ազատամարտիկները չեն կրում ինչ-որ մի դեղից մի բանը սպասելու կամ մի գնահատական։ Այդքան որ այսօր կոնե այսքան մարդ նստած է ու հասկանում է, դա ամենամեծ բանն է։ Ու ես համարում եմ դա ամեն մեկ հայի պարտքը, որ թուրքիթեն պայքարի։ Մեզ մի քիչ ավելի խելք է, ուրիշը մի քիչ պակաս խելք է, ամեն մեկի իր ձևով պիտի պայքարի։ Իսկ ինչ վերաբերում է քննադատականին ու մնացած հարցերի մասին, 25-30 տարի հետո մի կերպ մեզ մեր 6 հոգի մեդալ տվին Պաշտպանության նախարարության կողմից, բայց չգիտեմ Պաշտպանության նախարարը տեղյակ էր, թե այդպես ձերի տակով անցավ ու գնաց։ Ու խնդիրը այդ մեդալը չէ։ Իսկ երկրորդ խնդիրը ես ընդհանրապես ես էլ ընկերներս էլ մենք պատկերացնում ենք, որ ինչ որ ձևի բանակը մեզ կրգեր որևէ մեկ շարժման մեջ կամ որևէ մեկ այդպես ջյուղի մեջ, որտեղ մենք կարող էինք ավելի ճիշտ աշխատել, բայց դժբախտաբար ոչ մի բան չեղավ, նույնիսկ մեր այնտեղ եղած ժամանակը։ Բայց այսօրվա դրությամբ վատահում են շատ հրավերներ, լինում են, գնում ենք, հանդիպում ենք զինվորների հետ, այդ վերջի դեպքերի հետ կապված 1-2 առիթ եղավ, որ վետերանների հետ քննարկենք սահմաններ, այցելեցինք զինվորների, ինչքան հնարավոր է անհատական ճանապարհներով անում ենք։ Իսկ զոհվածների եւ նախագահի հանդիպումների մասին այդ ժամանակվա նախագահը Լևոն Տեր-Պետրոսյան եղած է, չգիտեմ իր այդ ամեն մեկ գնացող ազատամարտիկ ինչ խոսեր է հետը, ինչպես խոսեր է, ինչու խոսեր է։ Այդ խոսակցությունները դարձում եմ, որ երևի մի քիչ գլուխնից ազատ ենք հանգստանանք։ Վերջը ես նույնիսկ չեմ ընդունում այդ մոմենտները, որ ամեն մեկ զոհված տվող մասին մեկը լավ բան է ասում, մեկը վատ բան է ասում, մեկը ինչ որ ուրիշ բան է ասում, ինչ որ է զոհված ընկերը բոլորը հավասար ձևի իմ համար ընկերներ եղած են։ Նույնիսկ ես այդ վիճակն է, որ երախոլորում է ամեն մեկ քարը դարբերը լալուն ես կողմ չեմ։ Միանշանակ համեստ մեկական հատ քար պիտի լար իրենց անուններով իմ համար, ես իմ կարծիքն եմ ասում։
որպես հավասար զինվոր հետմահու, բոլորը նույն ցեպի պետք է լայն։ Խնդրեմ։ Մի հարց եւ մի բազաբան։ Այս տակտիկան օգտագործում է, որ ցույց տան կա շիրմաքար, բայց իրականում ինքը ապրում է։ Մտածված որպես մեթոդ։ Երկրորդը Մոնտեի հաղթում բազաբանում անեն հունիսի 16-ին դեպատերում մեծա։ Մեկ Շուշիում հենց հրամանատարներից մեկը, որ իրեն համել էր եւ շտապօգնության մեքենայով հետո ամբողջ տարին էին ասած, որ ինչքան հիշում են, որ ազգ է հրամանատարի անունը, որ հրամայված էր, որ այդ տարածքը մաքրի, որ մոտ են մտնում։ Եվ մոտ են մտել է փաստորեն թափթփվածության պատճառով հիմարություն, խարդախություն հայ հրամանատարի կողմից, որ չէր մաքրել տարածքը եւ խաբել էր փաստորեն, մոնտեն մտել էր եւ տանկը մի քանի մետր հեռավորությունից խփել էր, շենքի անկյունից քարն էր մտել գլուխը Մոնտեի, այդքան մոտիկից էր գրակել եւ հրամանատարը անձամբ զրուցել է հետո եւ դա իսկություն է 100%, որ քարն է շենքի անկյունակարը մտել էր գլուխը ու տեղը մահացել էր Մոնտեն։ Իսկ թե այդ վրացի թեւում ում ծրագրով են գործել, թե թափթփությունից է, դա արդեն խնդրահարույց է։ Շնորհակալություն։ Ես նույնիսկ արդեն այս երրորդ, չորրորդ վարգածն է, մեկը փամփուշտ է, մեկը քար է, մեկը արդեն ռումբի կտոր է, բայց ասեմ, որ ես իրա վարորդին Գոմիդասին էլ անցամբ լսել եմ իրա մոտ, թե ինչպես պատահեց դեպքը։ Իմ համար մեկ բանն է, թե քար էր մտել է մեր ընկերոջ գլխին, Մոնտեի գլխին, թե փամփուշտով, թե ինչով, այդ տանկը ինչ գործ ուներ այդտեղ, այդ խնդիրը մնում է ինձ։ Պատահական մի հատ, այսպես երկինք են ինգար, ադրբեջանական տանկ։ Հարց ունեի։ Հատկապես այդ եմ ասում, այդ ընդհանրապես եթե փորձ այսօր մեր պատերազմը ավարտված չէ, հա, որ ամեն ինչ որ գրակի դա 100 տարի է ավարտված եւ չէ։ ավարտված չէ։ Ուզում եմ այսօր դուք բավականին մարտերով փորձ ունեցած մարդիկ, հա, ոչ միայն այստեղ, ինչպես է գնահատում մարդկության իրավիճակը եւ այս հետաքրքրությունները, հա, եւ իրատեսական աչքով ոչ թե ասենք Ադրբեջանի բանակի մարդկությունը եւ Հայաստանի Հանրապետության բանակի մարդկությունը։ Իրենց վերջին գործողություններն են հաշվի առնել, հա, թե որպես դրամաբանությունը Ես միշտ վստահել եմ եւ վստահում եմ, ասում եմ հայկական բանակի վրա կամ լավ, շատ լավ զինվոր տղեկ, իրենց մարզում են զատ կամ իրենց այդ զինվորի ծառայության պայմաններ են զատ, իրենց հայելալը արդեն ոնց որ այդ ամեն մեկ զինվորին բավարարում է, որ ինքը թուրքի թեմ կամ ադրբեջանցի թեմ, որ նույն բաներն են բայկարի։ Ու միշտ այդ բանը շեշտվում է, առաջի մոմենտը։ Իսկ մեր մարտունակությունը միշտ ավելի բարձր եղած է, անկախ իրենց ունեցած տարբեր զենքերից, միշտ ավելի լավ եղած է, ու այս վերջի դեպքերն են նորեն ապացույց եղան, որ նորից եթե գրի վլա ով կերտա սահմաններ, բոլոր վետերանները ոտքի ելան, մեկ մարդու նման։ Ու շատերը նույնիսկ գնացին ու հերթապահեցին սահմանների վրա, մի 2-3 օր էլ ես գնացի մինչև հանդարտվի այդ վետերանների հետ։ Գա, ու ես հավատում եմ, որ ասված ոչ անի, եթե նորից պատերազմ լինի, երևի Ադրբեջանը ավելի մեծ պրոբլեմ պիտի ունենա տարածքներ պահանջելու։ Բաքուն լավ է, ես կարծում եմ արժե։ Ուզում եմ իմանալ ինչպես է նման ասլայի անդամներին եւ ովքեր են ավելի շատ Հայաստանից թե Սփյուռքից անդամները։
Ասալայում ընդհանրապես Հայաստանի քաղաքացի չի եղել։ Որտեղ այն ժամանակ Հայաստանի Հանրապետություն չի եղել։ Մի հոգի հետո եղավ, այդտեղ անունը չի տամ, կարող եմ տալ, ինչի չէ, Մուրադյան Մուրադ, Պողոսյան Պողոս, որը չէ, իր իսկական անունն է ասել։ Ինքը պատերազմի մասնագիծ էր, հետո համագիր էր, հետո դարձրին մեզի ընկեր, իրեն դեր են Սպիրկ ամսակրի կարտերից, որը գրիվների ժամանակ անագնգալ հարցակում է վերել ու իրենք թողեր են իրենց բարգած տեղը ու ետ են կաշվել, իր այդ վիճակը թողեր էր այնտեղ, որտեղ գար այդ Սպիրկ ամսակրի կարտը ու Ադրբեջանեն վայանասունը պարսացրել էին, որ Մուրադյան Մուրադի ասալայի պատասխանատու տրեկից մեկի թիակը մեր մոտ է, ասկան կերիների հետ, ասկան պաների հետ փոխանակում ենք, իսկ այդ հայտարարության ժամանակ մեկ Մուրադի հետ նստել, այդ լուրը լսում էինք։ Կարտը և իր զինվորական ծմերային ժակետը անցեր էր ձեռքերն է։ Ուզեի լսել ձեր կարծիքը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների և հայերի մասնակցության մասին, որտեղ մարդիկ կան մեր Հայաստանում, որ ասում են ջոկատներ կազմում ենք, գնանք Սիրիա, ուզեի ձեր կարծիքը։ Ջոկատներ, մի փոքր երկու ջոկատ կազմեցին, քնացին եկան, այսօր արկան որոշ տղեկ այնտեղ, որ քրդերի հետ, բաների հետ պայքարում են, բայց անհատական բնույթ ունի, ու ես կարծում եմ այնտեղ խնդիրը հայկական պատերազմ չէ, մի քիչ անհատական է, նույնիսկ Բեյրութի պատերազմը, որ ես մասնագիծ եմ եղել, քաղաքացիական պատերազմը, մեր պատերազմը չէր, Լիբանանի պատերազմը, բայց Բուրջամուտի մեջ կանի 300,000 ավելի հայ էր ապրում, մենք պարտավոր էինք պաշտպանելու և ճիշտ արեցինք, որ հայկական թաղամասերը զենքով պաշտպանեցինք, տղեկը զինվեցին, որոնց են մեկը ես եղավ, մի քանի անգամ փորձեցին պարզապես հարցակվեն ու թալանեն, ուրիշ ոչ մեկ նպատակ չի գար, նույնը կարդեմ Սիրիան է, Սիրիայի մեջ հայերը ցանկացած դեպս սպիրկում, որ պատերազմ լինի, հայերը միշտ ուժող կողմն են, քանի իրենք բացի իրենց ունեցվածքից գործունելու բան չունեն։ Իսկ Սիրիայում հնարավոր չէր հայկական թաղամասեր պաշտպանել, քանի շատ ավելի Հալեպի կամ Սիրիայի ցանկացած ժողովուրդները խառն էին, քան միանշանակ հայկական թաղամաս լիներ Բուրջամուտի նման։ Իսկ Սիրիայի պատերազմը կարծեմ ոչ մեկը չի հասկանում այդտեղ ինչ է։ Ես հասկանում եմ, որ Սիրիայի պատերազմը շատերի համար մենակ բիզնես է։ Նավթ են ծախում են ժանքինով, նավթ են տանում, նավթ են տերում։ Զենք են ծախում են, վաճառականություն է։ Վերջի 5 րոպե։ Ինչպես նշեցիք, մահացած ազատամարտիկների մասին տարբեր կարծիքներ կան, ու այսօր ես մի միտում եմ տեսնում, որ կան կազմակերպություններ, գետնամասական այսպես ասած, որ մահացածների մասին ասում են, այս սա արիական է եղել, այս սա եղել է ցեղապահ, սա եղել է չգիտեմ մի ուրիշ հապ-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 
որի մասին դուք տեսել եք, ասալայի մեջ եղել են այդպեսի կրոնական կամ հավանաբանական առանձնահատկություններ։ Ասեմ, ասալայի մեջ մինը հայելալ է հերիք էր, մնացածը մեր համար երկրորդական էր, իսկապես ասում եմ երկրորդական էր,
կազմակերպության մեջ ընդհանրապես չէին խոսում նաև կուսակցական խնդիրներ։ Ես շատ ֆանատիկ հնչակյան եղած եմ, շատ փիստ ձևի, Բուրչամուտից։ Իմ ամենալավ ընկերները նույն Բուրչամուտի մեջ եղած են դաշնակցական տղեկ։ Միշտ ակումբ հաճախեր եմ։ Կազմակերպության մեջ եղել են այդ տղեկը, որ շատ ֆանատիկ դաշնակցականներ եղած են։ Մեկը Արամ Բասմաջյանն էր, որ մեր խմբի անդամ էր։ Կազմակերպության մեջ ընդհանրապես նման նյութեր չի եղած։ Ես կարծում եմ, որ մարդի այդ բոլորը ոչ թե խոսելով կամ այդպես բարձրացնելով զգա այդ բոլորը, այն իրա մեջ։ Ես այսօր առաջերտին մենք այդպես էինք մտածում։ Մենք առաջերտին հայ ենք։ Կարող է այսօր Հայաստանում այդքան հայեր կային, որ չէին կնքված։ Մեր մոտ 6 ամիս անցավ երեխան չէր կարելի կնքվի։ Պետք է անպայման կնքված լինի 6 ամիս հետո։ Այստեղ մեկ էլ տեսնում ես 40 տարեկան մարդը նոր է կնքվում կամ չեմ գիտեր ինչ, կամ 50 տարեկանին խելքը փչում է, որ ինքը պիտի դառնա արիական, կամ պիտի դառնա ցեղագրող։ Իմ համար բոլորը ընդունելի են, մեր պատմությունն է, մերն է, հեթանոսությունն էլ, բայց իմ կարծիքով այդ բոլորը պետք է ճիշտ ուղղության մեջ դնել ու ճիշտ օգտագործել, ոչ թե բարդացրել, որ միայն սա է կամ միայն դա է։ Ու ինչպես բոլորի կարծիքն է, որ ամեն հարցերը պիտի ասալան լուծել, մինակ ասալան չէ հարց լուծում, մենք մի մասն ենք։ Ընտրեմ։ Այո։ Ու բոլորի գերձանունը ժպիտ եղած է։ Եվ վերջին հարցը։ Իսկ մասնակցել են ռազմական գործողությունների։ Այո, նույնիսկ ձերբակալված կար։ Մի քիչ բարձր հարցը որ լսենք։ Գաղթի բանակներ կան արդյոք աշխարհի, եթե կարելի է դիտել, եւ երկրորդ ինչպես է վերաբերվում, ասենք, արաբական աշխարհում այդ պատահական գերին կազմների, այդպես մասսայական ուրեմն այդ բաները Ես երևի կոնկրետ իմ կարծիքը ասեմ այդ արաբական աշխարհի մեջ կատարվածի եւ ընդհանրապես որ աշխարհում ընդհանրապես սա իմ կարծիքով ինչ է կատարվում ազգային միտքը ընդհանրապես ազգ հասկացողության միտքը ուզում են աշխարհից վերացնել գլոբալիզացիա են ասում ինչ են ասում ինչ ձգել են ասում ուզում են ազգ հասկացողությունը մարդ արարածից վերածեն ինչ որ մի հատ ուրիշ բանի Եվրոպայում մարդու իրավունքներով այդ գաբույտներով, թևիններով, բարտակույներով փորձեցին մի քիչ էլ իսլամիստներ բաներ մտցնելով Ֆրանսիացին մորցավ, որ ինքը ազգ է եւ այլն ու մի ժամանակ Ֆրանսիայում որ Լեպենին հագարակ մարդ է, որպես Սախագոմյան ու ինքը Զայրայեղ Աչագոմյան, այսօր Լեպենը ավելի ազգային միտքեր արտահայտում, ավելի ճիշտ էր, քան մնացած այդ սոցիալիստները եւ մնացածները։ Իսկ նույնը իմ կարծիքով կատարվում է արաբական աշխարհում, որը նույն արաբները իրենք են այսօր արտահայտվում, ու այստեղ իմ ընկերի միջոցով ահագին հոդվածներ դուրսերենով լույս տեսավ այդ առումով, որ արաբական աշխարհի մեջ ուզում են նորեն արաբական այդպես ազգային հոգին են վերցնել, այդ ինչը որ առայժմ ստացվում է իրանց հետ, այդտեղ արդեն խոսվում է մինակ իսլամական հարաբերություններ, իսլամություն եւ վերջ նույնիսկ շիաներին սուննիները մի կողմեն տնում ու այդպես շարժվում են։ Իսկ այդ բոլորի մեջ ինձ հետաքրքրող ամենակարևոր մասը, որ Թուրքիան շատ մեծ ձևով օգտվում է ընդհանուր իրավիճակից ու ուզում է դառնա այդ արաբական խալիֆատների բաների նորեն
ինչ-որ մի ժամանակ Օսմանյան եղած էր, այսօր էլ մի ուրիշ ծևի, թուրք, պապա, ատատուրկային վարիանտով մի բան, փորձում են ամենայն դեպս դել, սա իմ կարծիքն է, իսկ այդ Դաեշ կոչվածի կամ ISIS կոչվածի սպանությունները բաները պարզ չէ, որ դաժանություններ են, որ զարմանալիորեն ամերիկաները, եվրոպաները այդքան էլ չեն դատապարտում։ Գաղտնի բանակներ կան, Գաղտնի բանակներ ոնց իմանամ, կան, գաղտնիներ ինչ ասեմ, վերելի կան։ Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորի տանունից Վազգեն Սիսիլյանին եւ առաջին հերթին իր արածի համար եւ իր այն մտքերի համար եւ հիշողությունների համար, որ կիսվեց մեզ հետ։ Ցավոք սրտի հայկական նորագույն զինված պայքարի պատմությունը քիչ է փաստաթղթավորված, լավ չուսումնասիրված, բայց հուսամ, որ առաջիկայում նրանք, ովքեր որ կուզեն լուրջ զբաղվել եւ հետազոտել, թող մի կես տարի հետո կապվեն մեզ հետ, մենք գուցեև որոշ հնարավորություն ստեղծենք, առայժմ չեմ բացում շատ բաներ, բայց գալիս է ժամանակը, որ պիտի որոշ բաներ բացվի, որոշ բաներ իսկապես գտնի, քանի դեռ այդ մարդիկ կան նաև, որ կարող են ուղղություն տալ, որտեղ այն ինչ որ թվում է մեզ այսօր սովորական, վստահ եղեք, որ մի 50 տարի հետո դա լինելու է բավականին հազվադեպ։ Նաև այստեղ քանի որ հայկական բանակի մասին խոսակցություն գնաց, բնականաբար մենք անցյալ տարի մի նախաձեռնություն ունենք եւ ալնենք Ուրեմն մենք որոշ գրքեր մենք ենք նվիրել, որոշ գրքեր էլ գեղարվեստական գրականության մասին է խոսքը, բերում են մեր ունկնդիրները, ուսանողները, որ պետք չունեն։ Հավաքում ենք սրանք, որ հետո տանենք հայկական բանակ եւ զորամասերին նվեր տան բոլորի տանից, կարծում եմ ձեր տներում կլինեն գրքեր, որոնք արդեն կարդացել եք, պետք չէ կունենան, բերեք, հավաքենք եւ տանենք, կարծում եմ իրանց օգտակար կլինի։ Հիմա չէ երբի գարունը կտանենք, կտեսնենք ինչպես, բայց դեռ հավաքում ենք, թող լինի ապահով տեղա եւ այլն։